Ունեցավ մի իրադարձություն, որին մտավորականությունը պետք է առաջինը արձագանքեր, բայց արդեն 6-7 օր ոչ մի մտավորական չի արձագանքել այդ սկանդալին։ Խոսքը վարչապետի օֆշորային սկանդալում ներգրավվածության մասին է։ Ոչ մի մտավորական մինչև այսօր չի խոսացել վարչապետի այդ օֆշորային սկանդալի ներգրավվածության մասին։ Ինչ կարծիք եք վարչապետի հետ կապված թեմայի մասին։ Նախ ասեմ, որ մտավորականություն բառը տանել չեմ կարող, որտեղ նման երևույթ չկա, կան մտավորականներ, կամ չկան, նրանք անհատներ են, կոլտնտեսականներ չեն, մամուր դասակարգ չի, որ հերթով ձեռքի բռնած, նման եւ ասել, մենք հիմա որպես մտավորականներ դատապարտում ենք բան կամ մի թեթև ծանոթացա, եթե կա նման բան, իսկ ինչքան ես հասկացա, եթե վարչապետը դիմել է դատախազությունը նման բան կա, հա, փաստեր կան, երևի, որտեղ դա պարզապես լուրեր չէ։ Միանշանակ դատապարտելի երևույթ է, ինչպես եւ բոլոր ուրիշ երևույթները, որոնք կապված են իշխանության օրոք եւ իշխանություն օգտագործելով դիզել սեփական հրաշքություն։ Միանշանակ։ Առավել եւս գուցե ի տարբերություն ուրիշներից արդեն իմ անձնական կարծիքն եմ ասում։ Վարչապետը չպիտի թողներ տպավորություն է կոնկրետ վարչապետը Տիգրան Սարգսյանը քաղցած մարդ, որտեղ այն ինչ ես տեսնում այսօր ինչ է կատարվում, հա, իշխանական դեպքում, ես հասկանում եմ, որ սա քաղցած մարդիկ են, ընդ որում գենետիկորեն քաղցած։ Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում կշտանալ, որտեղ նրա պատմաքաղցած եղել, եւ դա գենետիկորեն տեղափոխում է։ Հիմա դղյակները կառուցում չի կշտանում եւ այլն։ Կարծում եմ վարչապետը այդ գենետիկական կոդը մեջը դրված չպիտի լիներ։ Գուցե ես սխալվում եմ։ Թող դատախազությունը ճշտի, թող պարզեն, եթե դա իրականում այդպես է, ամաչելի բան, ամենադեպսի բան։ Եթե դες բավարարեց դա որպես լայն մտավորականության ավելի կողմից արտահայտածի, ես կուրած։ Չստեղ ուրիշ բան կա, արդյոք վարչապետը իր աշխատավարձով կարող է ապրել մեր երկրում։ Որևէ պաշտոնյա արդյոք կարող է իր աշխատավարձով ապրել։ Միակ եթե այս հարցը մենք բարձրացնենք եւ պատասխանենք, որ իհարկե չի կարող։ Ուրեմն ուրիշ եկամուտներով պիտի ապրի։ Չէ՞։ Այդ ճանաչված բանկերը, եթե չի կարող աշխատավարձով ապրել, թող աշխատանք գտի իրան։ Դինելու չես կարող ուրիշ ձևով ստեղծես։ Չես ստեղծել որպես վարչապետ։ Այսինքն երբ այս մոտեցումն է աշխատում, ինքը ուզի-չուզի պիտի օֆշորային հաշիվներ բացի, ուզի-չուզի պիտի այսպես բաներ անի։ Ես հեռու չեմ գնում այն մոդելից, որ բոլորս էլ Տիգրան Սարգսյանին կուզեինք տեսնել որպես հենց այն անձնավորությունը, որը իզորը կլիներ ինչ-որ մի բան փոխել։ Բայց արիուտես որ չէ, երբ որ գիտեք ընդհանրապես օրինակ բժշկական սիստեմը հիվանդանոցում, ընդհանրեք երբ որ կոռուպցիոն սիստեմա հիվանդանոցում, ազնիվ բժշկի առկայությունը այդ սիստեմի մեջ բացառում է, որովհետև մի հոգու ներկայությունը այդ բուրգի մեջ կարող է քանդել ամբողջ կառույցը։ Վնաս հասցնել առողջական։ Այսինքն այդ ամբողջ բուրգը սկսում է աշխատել այդ ազնիվ կոմպոնենտի դեմ, եւ այդ ազնիվ կոմպոնենտը դուրս է մղվում։ Նույն սիստեմը բանակում, նույն սիստեմը կառավարության մեջ։ Բայց կառավարության սովորական անդամ չի։ Իհարկե ինքը բուրգի վերում է կանգնած։ Այսինքն եթե ինքը չանի, մնացած տղերքը ներքևում գտնված են, իրանք ինչ անեն։ Բայց ասենք իրանք ասում են, որ պետքա բռնել գլխից, պետքա հատկատներին վերջ տալ, բան։ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում ասում է, Տիգրան, լավ չես աշխատում, պետքա վերջ տանք։ Հիմա այս ֆոնի վրա Սերժ Սարգսյանի հայտարարությունները մի քիչ փարիսեցիական ֆոն չեն ստանում։ Երբ որ ասում է պետք է հատկատների դեմ տանք, բայց այն մարդուն, որ ասում է, ինքը ներգրավված է հատկատների մեջ։ Սերժ Սարգսյանը ինչ ուրիշ բան կարող է ասել։ Կարող է ասել, որ Տիգրան ջան, վատ ես աշխատում, լավ ես անում։ Կամ հատկատների քանակը ավելացնել։ Լավ ես աշխատում, տեսնում։ Չէ, այսինքն տրամաբանություն պետք է տանի, ինչ էլ անում ես, լավ ես անում, ախպեր ջան։ Կարող եմ ստիպ ես բան ասել։ Այս սա էլ է, միջավայր, ստեղ գիտեք ինչ է խոսում։ Քրեական մտածողություն է իրեն։ Եթե իմ նշանակած մարդը ես ասում եմ վատ է աշխատում, դա նշանակում ես եմ իմ շրջապատն է։ Իմ նշանակածը ես եմ խաթ, ոչ։ Լինում եմ, ես ինքս ղեկավար եմ, ընդունում ես աշխատանքի մարդու տալիս է լավ չի աշխատում, կամ մի լավ է աշխատում մի քանի հետ, սկսում է վատ աշխատել, սա կյանք է։
փոփոխություն է պետք, երբ որ մենք փոփոխություն չենք անում, օվկիանոսը դառնում է ճահիճ։